Պարոն Խուդատյան, մարտի 15-ից Փարաքար համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ինչպես եք ընթացքը գնահատում։ Ընթացքը գնահատում եմ դրական, բնակիչներից արձագանքները լավ են, ինչը մեզ վստահություն է տալիս, որ քարոզարշավը ճիշտ ճանապարհով է գնում եւ ընտրություններում հաղթանակ ենք ունենալու։ Դուք եղել եք այս մարզի մարզպետը, ինչ խնդիրներ կան, հենց կոնկրետ Փարաքարից խոսենք, քանի որ այս պահին այստեղ ենք։ Պիտի ասեմ, որ խնդիրները Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում համանման են։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ արդեն բազմաթիվ փոփոխություններ իրականացվել են Փարաքարում սուբվենցիոն ծրագրերով եւ պետական բյուջեի ֆինանսավորությամբ իմիջիալոց տարբեր բնակավայրերում համայնքի այդ առումով բավականին մեծ աշխատանք կա, որի դրական ազդակը նաեւ քարոզարշավի ժամանակ ենք ստանում, բայց նաեւ աշխատանք կա շարունակելու եւ հենց կարծում եմ, որ դա է լինելու ընտրություններից հետո պարոն Գյուլնազյանի առաջին անելիքը շարունակել են ծրագրերը, որոնց մեկնարկը տրվել է ժամանակահատվածի ընթացքում։ Փարաքար համայնքում կարծեք թե ամենամեծ խնդիրը կոյուղու հետ կապված խնդիրներ մեծ վթար էր եղել, դա այս տարի կկարգավորվի։ Մենք այնտեղ արդեն նախագիծ ունենք ձեռք բերած, առաջիկայում կմեկնարկի նաև շին աշխատանքները եւ կարծում եմ մինչեւ ամառ այդ հարցը լուծած կլինենք, այո, դա տարիների վեր Փարաքարի հիմնական խնդիրներից մեկն է եղել։ Իդեպ բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք պլանավորել ենք իրականացնել Արմավիրի մարզում եւ մասնավորապես Փարաքար համայնքում, խոսքը ճանապարհաշինական ծրագրերի մասին է, գիտեք, որ պետությունը այստեղ երկու դպրոց է շահագործման հանձնել, որոնք ամբողջովին նոր են կառուցվել, հսկայական միջոցներ են այնտեղ դրվել, ունենք նաև այլ ենթակառուցվածքներ, կարծում առաջիկա տարիները բուռն աշխատանքային տարիներ են լինելու Փարաքար համայնքի համար։ Եվ ձեր տեխնացուի շանսերը ինչպես է գնահատում։ Մենք վստահ ենք, որ պարոն Գյուլնազարյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջողություն կգրանցի ընտրություններին, բացարձակ մեծամասնություն կստանա, որովհետեւ բնակիչները գնահատում են արված աշխատանքը եւ կարծում իրենց համար եւս կարեւոր է այս աշխատանքի հուսալի շարունակությունը, իսկ նախորդ ժամանակահատվածը ցույց է տվել, որ իսկապես պարոն Գյուլնազարյանի ղեկավարման ժամանակ հուսալի առաջընթաց է ունեցել Փարաքարը։ Դուք քաղաքական թիմի անդամ եք, մի քաղաքական հարց։ Ապրելու երկիրը չմասնակցեց բյուջեի քննարկմանը եւ շատ ծրագրեր հենց այս համայնքում հետ ընկան։ Կխնդրեմ ձեր քաղաքական գնահատական այդ արարքին։ Իմ քաղաքական գնահատականը բոլոր ավականներին հետեւյալն է, որ ավականները պետք է մասնակցեն ավականոնիստերին, անկախ նրանից իրենք մեծամասնություն են, թե մեծամասնություն չեն, որովհետեւ իրենք ԿՎ են ստացել եւ ես նաեւ համայնքում աշխատելու ժամանակից իմ մոտ հենց նույն կարծիքը չի փոխվել, ես առիթ ունեցել եմ աշխատել ուրեմն Արմավիրում ընդդիմադիր ավականու հետ եւ կարծում եմ, որ ավականին ընդդիմադիր լինի թե իշխանական, պիտի համայնքի զարգացման տեսլական ունենա եւ այս առումով կարծում ավականները ոչ մի իրավունք չունեին ուրեմն ձախողելու համայնքի զարգացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր, որոնք ցավոք սրտի տեղի են ունեցել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։